Դե ինչ հաջորդ ահավոր մեծ անհանգստություն բերած հարցը ինչու է իմ հարևանը 30 կիլո առավոտից իրիկուն ուտում է խորոված, fast food, պիցաներ, ֆրի ամեն ինչ նիհարա։ Ես որ նստած եմ դիետայի վրա, սնունդս կալորիականությամբ նայում եմ, չեմ ուտում քաղցրեղեն, չեմ օգտագործում յուղոտ սնունդ, բայց ես գիրանում եմ։ Փորձենք մի փոքրիկ այդ հարցին, ինքը շատ մեծ հարց է, բայց մի փոքրիկ տարբերակով լսենք։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր որ տեսնում եք, որ շատ փոքր մարմին են, բայց նաև շատ հաճախ եւ շատ են ուտում, դա կապված է իրենց գեներիկական տիպի հետ, դա էկտոմորֆներն են, դասական էկտոմորֆները։ Ինչպես մենք կներեք մարդկանց, ասում եմ նարոձը կախարդներն են իրանք։ Ում բոլորը կախարդ չեն, ուղղակի իրանց մոտ նյութավողությունը շատ արագ է կատարում եւ այդ մարդիկ, այո, շատ արագ ծախսում են այդ կալորիաները եւ չեն գերանում։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուտում են մի փոքր, դիետաներ են պահում եւ այլը, դա այդ մարդիկ են, ովքեր կոչվում են էնդոմորֆներ։ Էնդոմորֆների մոտ նյութավողությունը քիչ դանդաղ է կատարվում, դա ֆիզիոլոգիա է արդեն, դա բիոքիմիա է արդեն եւ մարդիկ դաժե նվազագույն չափի, ասենք, սնունդ օգտագործելու դեպքում, այո, իրենց վրա զգում են այդ ավելորդ քաշը, բայց դա կարելի է կարգավորել թե էկտոմորֆների մոտ, թե էնդոմորֆների մոտ, կարելի է ամեն ինչը կարգավորել, դա սննդի միջոցով, դա ակտիվ ֆիզիկական ակտիվության, այսինքն մարզվելու միջոցով, այդ իմ ասած քայլի միջոցով, նյութափոխանակությունը արագացնելու համար մարդու մոտ դա լավ չի, ինչ որ սնունդ։ Չէ, սնունդը գրագետ սնվելն է, դա այտենց ինչ որ մի սնունդ չկա, որ ասեմ, ես մի սնունդը օգտագործեք, չէ, դա ուղղակի գրագետ համադրված սննդակարգն է եւ իհարկե ակտիվ կյանք։ Առօրյայում պետք է մարդը շատ ակտիվ լինի, այսօր նորից եմ շեշտում, մարդիկ կենսակերպը վարում են նստակյաց։ Իսկ դա բերում է նաեւ ոչ միայն գերության, այլ շատ խնդիրների առողջական։ Ճնշման խնդիրներ, գլխացավեր, գերություն, ողնաշարի հենաշարժողական համակարգի խնդիրներ, ծնկան, հոդի խնդիրներ, շատ խնդիրների առաջ են կանգնում այսօրվա մարդիկ, որտեղ քիչ են շարժվում, սխալ սնունդ են օգտագործում եւ ժամանակին ուշ քնում են։ Եվ իհարկե ամենակարևոր նրբություններից մեկը, որ ջուր չեն խմում, ամեն ինչ խմում են բացի ջրից։ Ջրի ինչ որ քանակ ըստ քաշի, թե եթե վերցնենք բժշկական ստատիստիկայով, տրվում է մարդու մարմնի քաշը 1 կիլոգրամը բազմապատկում են 30 մլ ջրին, դա բոլոր սեզոններին, ամռանը 40 մլ ջրին։ Դա եթե գոնե տենց պահեն, էլի լավ կլինի։